Ուրեմն իմ մասին ինչ ասես չեն գրել, ով ասես չի գրել եւ այլն։ Բայց մի հատ կին Բաքվիցի ոնց որ բիզբիզ մազերով։ Իմ մասին ինչ ասես չասեց, էլի կներեի, կանցներ կգնար, ասեք ցածակցեի կգնար։ Բայց իմ 70 անց տարիքով մայրիկին կպավ։ Ես կյանքում առաջ անգամ տալիս եմ դատի։ Դու պատասխանելու ես քո բառերի համար։ Այդ 10,000 դրամով որ քեզ տվել են, որ իմ մասին խոսես, չի հասնում։ Դու շատ կտուզվես, շատ։ Լավ, Ժորժ ջան, սենց բան ասեմ ձեզ։ Այսօր դուք տեսակ ինչ է կատարվել մեր պարադը, ես էֆիրից առաջ համտածում էի, էֆիրի ժամանակ ես չլացեմ հանգարց։ Մեր երկիրը դարավ երկիր, ուժ դարավ, հզոր դարավ։ Են մի հատ անեկդոտ կա, Ժողովուրդ ջան, ես պատմեմ։ Ասում ապեր ինչով ես զբաղվում, ասում դիվանին պարկած եմ սաղուրը, որ ասում շատ լավ գործ է, բայց ասում ապեր լավ գործ է, բայց կոնկուրենտ այնքան ունեմ։ Հիմա այդ կոնկուրենտները դիվանին պարկածները, որ գրում են, բան է կարել։ Ձեր եղբայր Գորամատունին իր լուման ուներ այսօրվա հրապարակում։ Բան է կարել է դիվանին պարկած։ Ու причем իմ արածը մի կաթիլ է, Ժողովուրդ ջան։ Ավել քան 6 տասնյակ ֆիրմա աշխատում են մեր ռազմարդյունաբերության համար։ Այնպես բաներ են ստեղծում։ Դուք անգամ չտեսակ 20% ինչ ունենք։ Ու լիքը բան չտեսակ, որը կա։ Թե քանակը, թե լիքը բան, որ ունենք, բայց ցույց չեն տվել հրապարակում։ Անգամ 20%-ը։ Մենք դարձել ենք հզոր երկիր։ Ծիծաղում էիք, վրեկս դաշնակներ, բևերներ, քոչարանականներ, որ ես ասում էի, միշտ ասում էի, չէ՞։ Տեսակ, աշկներով տեսակ, դե գնացեք վատացեք։ Այո, իմ բանակը հիմա էս է։ Մոսկվան, որ մեզ հիմա բան անում, угрозы, вторая операция будет против Армении и так далее. Скажу на русском. Армения сейчас та страна, против которой будет второй фронт. Армению вы уже мизинцем не возьмете. Это очень мощная военная страна. Весь юг России будет гореть. Краснодарский край, Ставропольский край, Ростовская область, все будет гореть. Вы это не выдержите. А в Армению зайти вам надо будет через Азербайджан зайти. Попробуйте. Я посмотрю. И там, и в Грузии мы будем стоять рядом. В Армению вы не войдете. Цветы наши стали вредные. Джермук стал вредный или коньяк. Пейте боярышник свой и сдохните. Я, наконец, за своей спиной чувствую страну. Защищенным себя чувствую. Вот сегодня во всем этом вы убедились. Армения стала мощнейшей страной. И к вашему горю она будет расти все больше и больше. К вашему горю. Մենք լեզեր կտերից ենք անելու, են ինչ դուք մեր, են ինչը մեր օրը կսեցիք, կտերից էտ անելու ենք։ Սենց բան ասեմ, Ժողովուրդ ջան, բոլորը դերևի գիտեք, արդեն Տրամպը, որ երեք
գիշերը ասեց полная поддержка Նիկոլ Փաշինյանը։ Գիտեք ժողովուրդ ջան, ես Տրամփին поддержка չեմ արել երբեք։ Բայց ոնց որ միշտ ասում եմ, Արմենիա прежде всего Հայաստանի համար ինքը անում է։ Իրա բառերը ցիտում եմ, Армению мы снова сделаем великой. Мне это важно. Да, мне жаль украинских братьев. Мне жаль, что с Грузией территории сели, Америка молчала и так далее. Но мне важна Армения. Իսկ հիմա Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին լրիվ։ Ու Ամերիկայի փողին կպնել կոկորտը կկրծեն։ Ժողովուրդ ջան, այս անօթաչին ինքնաթիռները որ տեսակ դուք, ես մի երկու բառ բացատրեմ, էլի դա ինչ է։ Ինչի չեք տեսել, ես չեմ ասի իրավունք չունեմ ասելու, մինչև օֆիցիալ չլինի, օֆիցիալ ցույց չտան, ես չեմ կարող ասեմ, բայց ինչը դուք տեսակ, ժողովուրդ ջան, դա չի նշանակում, որ հազար անգամ եմ ասել, որ մի հատ թևերով բանա սարքած, մի հատ մատորավ են կախած, մի հատ էլ գրան տրակում է։ Ամեն թևը, որ բացում ես, մի քանի հատ գրպանիկներ ունի այդ թևում։ Այդ գրպանիկների մեջ, ամեն գրպանիկի մեջ 15-20 հազար եվրոյի պլատաներ են դրած։ Մեկը ճնշում է իրանց բանը, սվյազը։ Մեկը ճնշում է, որ այդ ինքնաթիռը չտեսնվի։ Մեկը տեսնում է շարժվող թիրախը, որ խփի։ Դա շատ դժվար բաներ են, շատ դժվար։ Հայաստանի Հանրապետությունը այսօր դա արտադրում է։ Բացի դրանից, Հայաստանի Հանրապետությունում այսօր գործարաններ են դրվում ուրիշ երկրների հետ, որ դա արտադրվում է։ Մենք իրոք հզոր ենք դարել։ Փառք Հայաստանին։ Ու հիմա այս ընտրությունները որ լինի, մենք չգնանք Նիկոլ չընտրենք, ժողովուրդ ջան։ Ես էլ եմ ասում, մենք տապանակար ենք քաշելու Հայաստանի Հանրապետության վրա հավերժ։ Արդեն։ Հա, ունի մինուսներ, ունի ինչ-որ բաներ, որ ճիշտ չի անում եւ այլն։ Բայց մարդը ազնիվ է, մարդը աշխատում է, ու այսօրվա օրով մեր բանակի տղեկի կասկեքը տեսակ, ֆորմեքը տեսակ, մեր զենքը տեսակ, զինամթերքը տեսակ, ամեն ինչը տեսակ։ Մեր հրթիռները չգիտեք ինչա։ Համարյա չի եղել հրապարակում հրթիռներ։ Երրորդ անգամն եմ ասում, снесем одним ударом։ Ով ուզում ալնի։ Հայաստանի Հանրապետությունը այսօր դարել է հզոր։ Ու իրոք, ես հիմա զգում եմ իմ մեջքին հզոր երկիր։ Որ ես հայացում էի Իսրայելի նման դառնանք փոքր երկիրը, Հայաստանից երկու անգամ փոքր է, բայց Թուրքիային կարա վրա երթանի, այդ փուճուր Իսրայելը։ Մենք կամաց դառնում ենք այդ երկիրը։ Մենք պատերազմ չենք ուզում։ Բայց մեզ կպնողը այսօր տեսակ ինչա վրեկը գնալու։ Ու էլ եմ ասում, 20%-ը չեք տեսել անգամ։ Այդ սաղ վրեկը գնալու է։ Армению будут уважать и бояться. Մենք հազիվ դարանք անկախ։ Ու այո, շնորհակալություն Նիկոլ Փաշինյանին, Պապիկյանին, Սուրեն Պապիկյանին։ Շնորհակալություն շատ մարդկանց, շատ մարդիկ են դրա վրա աշխատել, որ անունները տամ, մինչև առավոտ պետք է անունները տամ։ Ժողովուրդ, մենք իրոք դարանք երկիր։ Դուք այսօր տեսակ դա։ Էլ գորի վրա մի ծիծաղացեք, որ գորը ասում եք, բայց զենքը որ սարքում ենք, բայց զենքը որ առնում ենք բաուրա, տեսակ, հպարտացեք, քտներդ բարձրացրեք, ես հայ եմ, Հայաստանի քաղաքացի եմ, և վերջ, Ղարաբաղցիներն էլ օգտագործում են այդ մարդկանց,
որ հելել են այսօր շուխուրա լիքը ինտերնետում Ղարաբաղցիների բան Ժողովուրդ ջան մի սրվեք իրանց դեմ մի բան եղեք ես իրոք Ղարաբաղցի տղեկին տեսել եմ կռվող իրոք տեսել եմ կռվող տղեկ են բայց այդ մարդկանց սկսան օգտագործել այն մարդիկ Ղարաբաղից որ գալիս էին Մոսկվիչով Երևան ու Երևանից հետ էին գնում Մերսեդեսով այդ մարդիկ չեն կարող մեզ ներեն բայց այսօրվա օրով էլի Հայաստանա ձեզ կերակրում լափում եք ու ատում եք լափեք ու ատեք Հայաստանը իր ճանապարհով գնալու ու դուք դառնալու եք Հայաստանի քաղաքացի ու Հայաստանը սիրելու եք դա ձեր հայրենիքն է հիշեք դա Ժողովուրդ ջան, մեկ էլ հրապարակում տոս է այսօր ցույց տվեցին, Սոնցիպյոկ, ուրիշ ձև, դա ահավոր զենք է, ահավոր զենք, ես տոսը տեսել եմ, որ տղեքը զոհված էին, ես գլուխը բռնում ես, գլուխը սենց փափուկ է, պլաստիլին է դառել, ինքը կվադրատ կիլոմետրով տարածք է փակում, վակուում է սարքում, Ունդեղ մրջուն սաղ չի մնում անգամ Ես չգիտեմ Հայաստանը այդ տոսը որտեղից առավ որ երրորդ երկրից առել դա ռուսական զենք է կստացի երրորդ երկրից առավ չգիտեմ ճիշտ եմ ասում բայց այդ տոսը մենք ունենք այսօրվա օրով հասկանում եք չինականները տեսակ անօթաչները это тяжелые стратегические беспилотники Any որ հելավոտ, там никому мало не покажется. Места мало будет. Any որ հելավոտ. Պլյուս մեր հայկականները. մի քիչ փակագծեր բացեմ. մեր հայկական բիսպիլոտիկների մեջ, ժողովուրդ ջան, ԱԹՍ-ների մեջ. կան նրանք, որին որ խփես, ինքը կամիկաձե է, ինքը գնում մենակ տրակ ինքը չի գալու. Բայց եթե իրան խփեցիր, ինքը գիտեք որտեղ է գնում. Խփելու տեղն է գնում տրաքում То есть լուրջ է իրան չխփես խփեցիր ավելի վատ կլինի Հիմա մենք այդ ամեն ինչը ունենք այդ զենքը ունենք Ձեզ շնորհավորում եմ որ դուք տեսաք Հայաստանի բանակը ինչ դարավ Էլի եմ ասում ես այսօր մտածում եմ էֆիրի ժամանակ չլացել որովհետև Արզուկները գնում էր աշկերից էր ու ամսի 7-ին բոլորս գնում ենք ու ձայնը տալիս ենք այն մարդուն որը մեր բանակը սարքեց դա որին Տրամպը ասեց великий президент, великий лидер и Армения снова станет великой Այն մարդուն որը մեր էկոնոմիկան բարձրացնում է այն մարդուն որը Այս բանակը սարքեց Ամսի 7-ին գնում ենք բոլորս իրան ձայն տանք Սիրում եմ ձեզ, հարգում եմ ձեզ Ձեր ցավը տանեմ Մենք ուժեղ ենք Հիմա դուք տեսեք Ինչքան ուժեղ ենք Իմ ասելը մի բան էր Ձեր աչքների տեսածը այդ լրիվ ուրիշ բան է Տեսակ, համոզվեցիք Գրկում եմ բոլորին Առաջ Հայաստան